Բարի լույս բոլորիդ։ Ջան, չլավ են ծվլվլում։ Այո, ասում են բարև Անահիտ ջան, ոնց ես։ Բարևում են ձեզ բոլորիդ մեր ծիտիկները։ Ձեզ ցանկանում բարի օր։ Ես երեկ այդքան տանջանքից հետո այսօր կշռվեմ, տեսնեմ չաղացել եմ։ Ձեր համար ոնց է։ Որովհետև երեկոյան պիտի կերա, հետո կատնաշոր կերա, վաբշ չեմ ուտելու կատնաշոր, ու ժամը 7:20 էր ու հացով կերա, բիսկվիտով չկի, բանով է, սուխարիով չկերա, ասում եք էլի ամեն վարկյանը պիտի ուշադիր լինես, որ քաշիտ չուտի տակույ է, ես շատ շուտ էի արթնացել, բայց որոշեցի մի քիչ քնեմ, հոգրած էի լավ, որպեսզի անցնեմ հիմա այն լվացքատունը և կողքի սենյակ, էդ էլ ուզում եմ աջ թևի վրա ամբողջ ավարտեմ, գավթոտնակն ավարտված է, հետո դուրսը լրիվ ինչ կա լվանամ տեղավորեմ, հետո նոր արդեն կանցնեմ այս կողմի վրա, թևի վրա, այս կողմը մաքուր է, կարևորը պլենդուզները լավ ներկեցի, շատ գոհ եմ ինձանից, երիք դեռ քեզ վրայից մինչև հանդել եմ էդ ներկը, չէ տենց բաներ երեխեք ջան, դե ինչ, եկեք ցանկացեք ձեր Անահիտ Իշկայի բարի ախորժակ։ Նստած ուշադիր նայում եմ դուրսը և սուրճս եմ խմում, գիտեք չէ ինչ եմ չորրորդը դնել, այս բաժակը հենց որ տեսա ասեցի սա իմն է, որովհետև ձեր Անահիտ Իշկան եղել է 4-րդ համար, խաղացել է 4-րդ համարի տակ։ Հատիս թիմի 4-րդ համարն է եղել ձեր Անահիտը։ Ուրեմն ականջներս այսօր փակում եմ։ Հիմա նստած զավթրիկ եմ անում, նախաճաշում եմ և ինքս ինձ մտածում ամեն ինչը օրգանիզացված մտածում եմ ու մտածում, շատ երկար եմ էլի մտածում, думаю, не додумаюсь. Ուրեմն մի քանի տարիներ առաջ ես որ հավաքում էի, ասենք թեկուզ զարը այդպես տակից վրից էլի, իհարկե միշտ եմ մաքրել, բայց ամեն անգամ չես հեռուստացույցի այդ կահույքը առաջ քաշում, հետևը մաքրում, դիվանը, եկեք կոչում եք գլուխներից չգովամ, ուղղակի ամիսը մի անգամ քաշում ես, լվանում ես, մաքրում։ Ուրեմն դա տևում էր երեխեք, մի օրվա մեջ ես ամբողջ տները մաքրում էի, մատոռով սենց արագ։ Ваша Անահիտ Իշկը ստարела։ Կուկու, բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես եք։ Բայց ես չեմ հասկանում, ինչ է 3 հատ ոտ։ Շատ վախեցա։ Ինչպես եք սիրելիներս։ Ես ուժեղ գործի մեջ, այն էլ ինչ գործի մեջ։ Սա պիտի լվացվի, սա ինձ թվում է ես Սիրգեյի հետ կլվանամ, թե այսօր բերեմ լվանամ, չգիտեմ, լավ, թող սա մնա, վաղը կլվանամ։ Ուրեմն առավոտվանից շարունակվում է ձեր Անահիտ Իշկայի գործողությունները։ Հիմա ես որոշել եմ այս մի սեղանը դնեմ, այս մեկը չեն կդնի, այս մեկը կդնեմ։ Սա լվացրեցի, թողնենք չորանա, բանա, սա նմանապես, ոնց եք ժողովուրդ ջան, ձեր Անահիտ Իշկան դեռ չի ավարտել իր գործերը, սա ինձ թվում է պիտի լվացվի, բայց ոնց անենք չգիտենք։ Ուզում եմ ես փայտերի ամաններ լվանամ, բայց սա ինձ թվում է վաղը կանեմ։ Որոշեցի սեղանը լվանամ, մաքրեմ, Սերժ երեկ լվացրել է, բայց դուրս չի գալիս շոտը։ Եկեք ոտները դնեմ։
մատս անենց է ուռել կապտել, այսօր ավտոտնակն էի դաս, այսինքն լրի դասավորեցի այս ամբողջ այս թևը ավարտված է պահեստասենյակով, վաղը մտնում եմ խոհանոց, որ ասում եմ պահեստասենյակով, երեխեք պատուհան ամեն ինչով, վայ, պիտի բերեմ սա ներկեմ, օհո, ներկի գործեր ունես Անահիտիչկա, ես գիտես սև ներկես Անահիտ, ինչ ես սպիտակ ներկել, երևի կբերեմ սա ես սև կներկեմ, ասա սև էր, ինչի սպիտակ ներկեցիր, դե լավ կբերեմ սև սպիտակ կներկեմ, ուրեմն սա թող մնա հետո վիճակի չեմ, ինչ էի ասում, ձեզ երեխեք ջան, հա, այդ ամեն ինչ արեցի, մի հատ կաթսակ ալ մաման որ խաշ էր դրել, որոշեցի ալարեցի բերեմ են աստիճանը բարձրանամ դնեմ, այս սենց իրա հենց իրա կապարիչով, սենց մեծ կասցայի, վերցեցի բասկետբոլին ման ուղիղ են մեծ կաստրուկայի մեջ լծվի, այդ ժամանակ որ ինքը սենց թրավ, այդ կապարիչն ու բանսս կպավ իրար մոտս մնաց այրան զեղում, ընենց հա ուռել, մենակ տեսնեք, դարելա գոջի, ոտները մաքրենք, մի հատ, ամբողջությամբ, մամալիներ կասեցի քո խելքի բանը չի։ Ես իմ խելքի բանը չի, հնարավոր չի խելքի բանը չլինի երեխեք ջան։ Ինչ է իմ խելքի բանը չի, կարող եք ասել։ Իհարկե ոչ։ Այո, իմ խելքի բանը չի մեբել հավաքել, այդ չեմ կարող անեմ։ Այսինքն չնես չի որ չեմ կարող անել։ Ուղղակի Արմեն սերիկ չի անում, ես սիրում եմ ամեն ինչ արագ-արագ։ Գիտեք ամեն եղանակը շատ եմ սիրում, ասենք ամառը արդեն հոգնում ես այդ ամառվա շոգից բան, ձերա գլխիկ ուր է։ Հետո բանը, որ արդեն հավաքում ենք սա, տեղավորում ենք գարաժում, արդեն պատրաստում ենք ձմեռվան, արդեն փայտերը բերում ենք դնում ենք, այդ էլ իր լավն ունի, ամեն եղանակի ամեն մի, ինչ ասեմ, ժամանակներ հաճելի է, պարզվում էր, այս մի ոտը ջարդվել էր, սա է այլ այս պլասմասաները, ես չեմ սիրում, սա պիտի գնա դեշե տղի, Մենք Սերժիկա տեսնենք կարող ենք կալերով կպցնել սա։ Հարկավոր է մի հատ լավ կլեկա ակսիոնում գնամ դա գնեմ։ Ես լզանգեմ Սուսանից, Սուսանին նոր ցույց տեց, ասում է արտակարգ կլեյա։ Գնամ վաղը ակսիոնից մամային տանելու եմ վաղը բժիշկի խանութ, որ գնամ փոխեմ։ Ահա, ժողովուրդ ջան, ձեր Անահիտի Արմագեդոնը։ Սա չի չորացել, տանում բյուրով։ Սա վաղը կլվանամ։ Բարև լույս ժողովուրդ ջան, բարև բոլորիդ ինչպես եք։ Մեր մոտ այսօր երեքշաբթի է, եղանակը ոչինչ վատը չի, ես նախաճաշում եմ, առավոտյան կշռվեցի, քաշս ինձ ցնցեց, չգիտեմ ինչու, անընդհատ զգուշ ուտում ես, մի օր գնում ես ռեստորան ու վերջ։ Հիմա ես նախաճաշում եմ, այսօր իմ նախաճաշս խլոպյաներ են, նարինջի հյութ և սուրճ, որոշ ժամանակով հացը լրիվ հանում եմ իմ սննդակարգից, քաղցրը չեմ կարող ասել ամբողջությամբ կհանեմ, բայց կարող եմ պսենք մի փոքրիկ սուրճի հետ, մի ջուր սև շոկոլադ ուտեմ, տեսնենք, այսօր ոնց որ գլխիս խփած լինեմ, տենց եմ արտացել, դե ինչ սիրելիներս, բարեխորժակ մեզ մի քիչ տեսնեմ ինչ կա չկա, պլանշետի վրա,
Եվ հետո արդեն ասեմ գործ այսօր պիտի գնամ այդ բանը այդ խալիները բան տանեմ թափեմ հատուկ տեղ կա եւ հետո ճաշից հետո մայրիկն ուզում է տանեմ իրան քաղաք որպեսզի մի քիչ առևտուր անի բարի ախորժակ բոլորիդ Այսօր ասում ես ինչ ա գմպում, կուկու ժողովուրդ ջան, ինչպես եք, Զերանայի դճկան այս քանի օր որ մոնտաժ չի անում, շատ ավելի աշխույժ է, քանի դեռ ես էլ պիլասոս չեմ արել մեքենան, դրա համար ես հիմա ինչ եմ անում, կարող եք ասել, տանեմ դնեմ զմացը և այդ ամեն ինչը դնենք բագաժնիկը Пожалуйста, ասում եք սենց չի նենց ա երեխեք ջան ամեն ինչ պիտի անես, ես կլեն չմորանամ այսօր գնեմ Հիմա ուզում եմ տեսնեմ եկե չիչացնեմ կարող եմ սրանք հենց տես դնել Են ամենադժվարն ես երկարն ա տեսնենք հլը ժողովուրդ Ձերանայիդը կարող է այն անել Ուլո Սրանք արդեն լրիվ մաշվել են ուղիղ զիպիլ Դավիթի մեքենան ես ոնց անցի խոտել Ոխ մեջկս Մորացա էլեկտրերին ասեմ որ ինքը դներ ավտոյի մեջ Վալա Դժվար ոչինչ չկա Ասա դուրդ փակ է էլի Անահիտ Մեր մոտ ժամը 9:30 10-ն արդեն Ժողովուրդ Եվ ամենակարևորը լավ եղանակ Ես հիմա գնամ մի հատ միսը դնեմ ջրի մեջ որ այն լինի Սրանք շատ գեղեցիկ իմ ստիլն էր, բայց լավը չէր, շատ շուտ մաշվեց, հիմա ամբողջ ամար ոչ մի խալի, սա գնում է, սա, վալա, Փակվի, զորը ինչ ա որ չփակվի, փակվեց, գնամ միսը դնեմ ջրի մեջ ու ձեր Անահիտը մեքենան խոդավացը,
մի հատ խնդրում եմ մեր բնությունը նայեք, ոնց կանաչեց այս քանի օրվա մեջ, տեսնում եք երեխեք ջան, բացակայեցի կանաչեց, որպեսզի դուք կանանչ, ինչ ասեմ, հրաշալի ծաղկած բնությամբ զմայլվեք, դրա համար ասեց Անահիտ ջան, մի քիչ արձակուրդ վերցրա, որ մինչև ես լավ կանանչեմ, որովհետև ժողովուրդը շատ են սիրում սա, ես էլ եմ շատ սիրում, ես Արահետը խենթանում եմ ամռանը, ամառը որն է հիմա, որովհետև հիմա լավ հլը կանաչա, չնայած չի չորանում, նես չի որ մեր մոտ չորանում է։ Ահա սիրելիներս, խոսացել չի տեսել որ չեմ սխմել։ Հիմա այս բլոգը որ կտեսնեք, ինչ լավ է, չէ, երեխեք, սենց այս խալից ես թողնեմ հենված գնանք գանք։ Այս բլոգը որ դուք կտեսնեք, արդեն ձեր Անահիտը վերադարձել է։ Ասեմ ձեզ, որ հանգիստը ինչումն է։ Ես չեմ լարվում, որ պետք է մոնտաժ անեմ երեկոյան դուք բլոգ ունենաք, որովհետև դա իմ մոտ մեծ պատասխանատվության զգացում է, մեքենաս ինչի սխած։ Իսկ հիմա թեկուզ վիդեո եմ անում, բայց գիտեմ, որ ես երեկոյան չեմ շտապելու, ինչ եմ անում, ես քիչ-քիչ ամեն անգամ դնելուց կպցնում եմ եւ դուք կունենաք արդեն մի քանի բլոգներ, ես մի քիչ առաջ ընկած կլինեմ, ես չեմ թաքցնում, ձեզ ասեմ, որ ես միշտ ունեցել եմ 4-5 օր բլոգներ նախորոք եւ դա իմ համար ավելի հեշտ է, քանի որ ես չեմ լարվում, նկարում եմ, հետո գիտեմ, որ վաղը չեմ իսորեն ոբոշեմ այդ բլոգները դուրս կգան ու ես հանգիստ կլինեմ, ժողովուրդն էլ ուրախ կլինի։ Ամենակարևորը երեխեք ջան, ես հանկարծակի չմտածեք, թե ես նկարում եմ, որովհետև դա տենց տկ, նո, առօրյա, դեշետղի, հավաքարարություն, մոդա, առևտուր, առօրյա։ Եվ ամենակարևորը, որ մենք չգիտենք, թե վաղը մենք ինչ ենք անելու։ Սերժ ուզում էր, որ գնայինք Դավիթենց, մայիսի սկզբին, բայց արի ու տես, որ Դավիթենք իրենց պրոգրամ փոխվեց, իրանք են գալիս մայիսի սկզբին, և ես դրա համար շատ ուրախ եմ։ Ահա, որովհետև ես այդ ճանապարհներից հոգնում եմ։ Հիմա գնամ մի հատ պոչտայից ուղարկեմ ու այդ դիրեկցիոն դեշետղի, կամ երևի դեշետղից կդնեմ նոր կգամ հետ գալուց, թե բենզին չունեմ, բենզինը կլսնեմ այդ քաղաքից չմոռանամ, խալիները որտեղ ենք թափում, տապում, ալող, դեշևեր, նո, իմս դեշևեր, այս մարդիկ բերել են իրանց կանաչ խոտ մոտերն են թափում, ջոգում եք երեխեք, թավարեք էլի, c'est quoi ça? Կախտոն, մետո, սպասեք սենց կանգնեմ, որպեսզի իմ համար հեշտ լինի։ Գնացին ժողովուրդ ջան, կարևորը թափեցի, բայց ոչինչ որ երեխեք հասեցի որտեղ, ասեցի տեղ։ Այ մարդ տայմը մտեղ փայտեր են, ասում, բայց ինչի պիտի ես փայտի վրա դնեմ, դու մի ասա, դրա կողքին իմ պիտի թափեի, կամ մադամը տեղ չի, ճանաչում անձի, մադամը տեղ չէր, ասի, վայ, ասի, ոչինչ, որ ասեցի պիտի վերցնի, նո, թող ասեց, ես կանեմ, ասի, վայ, շատ շնորհակալ եմ, բուցերս ցավում է։ Սերժին ասա, վրա ջղայնանալու եմ, պիտի Սերժը օրենքով դներ, ես իհարկե ես եմ մեղավոր երեխեք ջան, մոռացա ասեմ, երեք ասեցի Սերժ, բանը այդ խալիները կդնես, որ ես տանեմ թափեմ, ասեց թող ես կգնում եմ, ասեց կտանեմ, ասեցի չէ լավ, ես կտանեմ առավոտը պոչտապտի գնամ, բայց մենակ ասեց կհիշացնես, որ տենց էլ մոռացա ես, որ խալիներին կդներ, չնայած դժվար չէր, այդքան ծանր չէր։ Հիմա գնամ բենզին լցնեմ ու յալա բալանիցա դուրս կաբանիցա, ալլա բալանիցա դուրս կաբանիցա, այլ երեխեք ջան։ Մեր քաղաքը երրում արդեն օրերը տաքացել է, ժողովուրդը շատ մրջունի պես դուրս են եկել, այդ դեշետղոյում լիքն էին, այդ բաները, ծառի ճյուղեր, մուղեր, դրանք վարում են, դրանք են զակոննիներն էին։ Այ մարդ ծառի ճյուղերը վառեք էլի։ Չուտը տակոյ։ Ահա և մեր փոքրիկ վիլաժը։ Մեր մոտից այս վիլաժը 11 կիլոմետր է։ 11 կիլոմետր։ Հիմա ես գնում եմ դեպի դբա բենզակալոնկը
Եվ դրանից հետո տուն։ Ես հետևներով դուրս կգամ, կկտրեմ էլի։ Total գանջե։ Total, տեսնենք ինչ արժի բենզին երեխեք ջան։ Չնայած պիտի լցնես ուզես 2.25, նույն գենին ամենտեղ։ Ահա։ Լցնի ու ես տանեմ փողը մուծեմ մի հատ։ Լցրեցի բենզինը սիրելիներս, մենք տնա ձերանայիտ է։ Ալաբալանիցա դուրս կաբանիցան էլի։ Եկեք ձեզ ցույց տամ իմ տղայի դպրոցը, քոլեջը որտեղ է սովոր է։ Սիրտս կտ բան եղավ, սենց ընկավ, չեք պատկերացնում ինչ եղավ, գալիս է այստեղ, մեքենաներ այստեղ էին կանգնացնում, սպասում էին, որ երեխեքը այս վերևից իջնում էին։ Դավիթը որ ինձ տեսնում էր ուրախ, սկզբից ասում էր, մամ, թող ավտոբուսով գնամ կամ, ուզում եմ ավտոբուսով գնամ, դե միշտ մենք այս քաղաքում ենք ապրել, մինչև իրա 11 տարեկանը սովորում էր ստեղ, հետո որ տեղափոխվեցինք այնտեղ, քոլեջը եկավ այստեղ, ու մեր մոտից ավտոբուսը բերում է երեխաներին ու գնում է, հետո հետ է վերցնում, բայց մի ժամ պտտվում են, իսկ այս դպրոցից մեր տուն ընդամենը 10 րոպե է, Անահիտի վարելով էլի։ Հետո ճիշտ ասած, որ շատ խնդրեց, ասեցի գդել ավ, ասեցի, մամ, թող մենակ գնամ, ինչև մեր հետ տան հետ տեսել եք մեր բակը, տենց կտրում են, անկյունի վրա ավտոբուսը իրան էր սպասում, հա, ասեցի, թող լավ զգա իրան էլի, որպես բան արդեն քոլեջի են, հետո այն սիրուն շունիկը, հետո ասեմ ձեզ, անցավ որոշ ժամանակ, Այն մարդ երեխեն մինչև գալիս է տուն ժամը արդեն 5-ին են վերջացնում, 6-ը ասեցի չէ Դավիթ ջան, ասեցի շատ երկար է, մամա հա հոգնում եմ ավտոբուսով։ Անահիտը գալիս էր, միշտ նենց էի գործերս անում, որ ես իրան վերցնեի ու գայի, որ ինձ տեսնում էր, ինձ ախածած իջնում էր։ Մեռնեմ դրա կյանքին, այնքան շուտ անցավ, թռնում է տարիներ։ Այս տարածքի համար երեխեք, ինչ ասեմ, խենթանում եմ։ Մանավանդ որ այսից միանում ենք կամած գնամ, որպեսզի դուք հետ վայելեք։ Այստեղ կարող եմ ժամերով, 10-ով գնալ։ Լավն է շատ։ Ու ամեն անգամ անցնելուց պատկերացնում եմ, որ այս հատվածով իմ սկեսուրիս մաման դե ճանապարհներ դες չեն եղել։ Պատկերացնում եմ այս ձիերով, իրանց դաշտավայրերով։ Ամեն ինչ է ժամանակավոր է, մեկ որ նայում ես այդ պատերազմներ, ասում ես, լավ, սրանք հիմար են, ես չեմ հասկանում, դրանք ինչ պրոգրամով են եկել, ապրեք էլի, մի կյանք է տված ապրեք էլի, այս մոլորակը պատերազմի հրցիկ մոլորակն է կոչվում, երկիր մոլորակը, պատերազմի հրցիկ, տեսնես կան մոլորակներ, որ պատերազմ չկա, գնանք ընտեղ, կարող է մենք ընտեղից ենք եկել, ովքեր չեն սիրում պատերազմ, մենք այդ մոլորակից ենք եկել։ Կարող է մի հատ մոլորակա մենակ պատերազմ։ Պատկերացնում եք երեխեք մեկը մտնում է այս բլոգը, նայում է ու սենց չի ճանաչում ինձ էլի, ասենք որ այդ ամեն ինչը խոսքի կատակով եք խոսում, լուրջ է էլի ընդունում է։ Ես չեմ հասկանում, տիկին, այդ ինչեր եք խոսում դուք։ Վայ Աստված իմ ջան։ Դրա համար նրանք, ովքեր կմտնեն պատահական եւ կտեսնեն թե ով է այս կինը եւ ինչու է այդպիսի բաներ ասում, գնացեք հետ եւ նայեք տեսեք ով է Անահիտը, ինչ է աշխատում, ինչով է զբաղվում, ինչու է մեքենայի մեջից մելախոսություն անում։ Եվ այդ հարցը դուք ձեզ չեք տա։ Հասա այդ տուն երեխեք ջան, դե լավ։ Ու այս մասն եմ շատ սիրում, որ արդեն մտնում ենք մեր բակը։ Հիմա գնամ տուն ճաշը պատրաստեմ Սերժի համար սպիտակ լոբի սոխարացով, իմ համար էլ սիսերով լոբիով աղցան ոսպով, չէ, ես ոսպ կանեմ, երևի ոսպ խաշեմ, չէ, մոռացել է երեխեք ջան։ Երեխաներ ջան։ Ավելուսու պլաստմասաները դա մեքենան կանգնացնեմ ներս երեխեք, որովհետև ոյ տղուս մեքենան, էս ինչ եմ արել, ցեխը թրծրել եմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն որոշեցի ինչ եմ պատրաստում, ուղղակի երկու բառով ասեմ, ասես կարող է պատահի որ մեկին իդեա տա։ Այս կարմիր ոսպը, գազարագույն ոսպը, պարոն, կորալի ոսպը, կորալը գազարագույնն է, եւ իմ համար, որովհետեւ ես
շատ խիստ սննդա կարգ եմ իմ համար որոշել, իսկ Սերժի համար լոբի, զանգեցի ասեցի Սերժ կարտոֆիլ, մակարոն, լոբի, բլխուր, ինչ ես ուզում, ասեց սպիտակ լոբի արա, ես սիրում եմ, ինքը սիրում ասենց սոխարածով, հակացի լոբի այլին, հիմա ես այն սոխը կտրատեմ իրան համար, ժամը 11-ն է պատրաստեմ, ես չեմ հասցնի, մտածեցի մտնեմ են սենյակը սկսեմ, բայց չեմ հասցնի, ոչինչ, ամբողջ շաբաթ է դերնս այմ, վաղը հանգիստ, վաղը գործ չունեմ անելու, այսօր ինձ վխադնու եմ տալիս մաքրության, այսօր զբաղվում ենք մայրիկով և ոսպ եմ խաշում, հելել թափել եմ ոսպը և չեմ հասկանում, թե ինչ սկզբից ես պիտի ուշադիր լինեմ 10 րոպե, 20 րոպե, 10 րոպե հետո ինքը սկսում է բանանել բարձրանալ եղալ հետո ինչ եմ անում, հիմա ես սա Սերժի համար սենց կտրատեմ սոխը, պատրաստեմ, զագադովկան, այսպես ասած թողնեմ, հետո նոր անցնեմ իմ սալատին ելանեմ, սիսերել եմ հանել մի բանկա սիսեր, հեսա սիսերը ջրի տակ միատ լավ լվանա, Զգայի բաները լավ կլինի, բայց ջեկեք մատ կասիկի մեջ լցնեմ, վրայից հանեմ, ժուայրան չկա։ Սա սոխարատի իստում է Սերժին լվիվ հերիքա, հիմա ինչ անում ձեր անայի դիշկան, ձեր անայի դիշկան, նա դնում է իր հեռախոսի ձայնը բարձրացնում է, որովհետև ինձ զանգում է անընդատ, և ձայնը բարձրացնում։ Տորմանը կտակացնեմ, մաման երեք նստավ տորմա էր պակատել, տերևով, մի քիչ պամիդոր եմ անում, որովհետև դա էլ է, հետո սալատի նման, պետրուշկա կանեմ, ամբողջ վրաց ջուր է երեխեք, չմտածեք լաքայա, միսը բաստուրմա անեմ,
Պրոստը այս տարայի մեջ լցնեմ երեխեք, որպեսզի ինքը ավելի շուտ սարի։ Րոպեն եփում է, դաժե 20 րոպեն շատ է, բայց ոչինչ, ես սիրում եմ այն այսպես թող լավ եփի։ Սա սարի, որ վերջում լցնեմ մեջը, ակնոց տես բան չպես։ Ուրեմն ինչ արեցի, ես հիշում եք ասեցի բանը սոուսներ եմ գնել, չիլի սոուս խառնեցի մեջը մի քիչ, հավի համար հատուկ, և ես հիմա հատուկ հավի համեմունքը կանեմ, ուրեղոտի, մի քիչ էլ, վերջ, ու դրանով կավարտենք, ահա, ձետն եմ մորացել, դակոյ, մի քիչ էլ ձետ, շատ ձետ չեմ անի, որպես ինքը շատ յուղոտ չլինի, 3 հավ պիտի դրվի մեջը, 3 հավի կտուշ, 11-ից 5-ը, 11-ից 5-ը, հիմա թող մնա լավ մեջը, ժամը 11-ից կեսնոր կդնենք, բանա, ես խառնենք, սենց, ոլավ սարի, ամենիկը տերնա, ինչքան կարակը ոսպ կերեք երեխջան, ոսպը լավ բան է շատ, և կանանչ սալատ կա, մի քիչ է կանանչ սալատ կա, և միս, սա հացի տեղ եմ պատրաստում, սա այսպես, կարող էի մի քիչ խնձորել դնեի մեջը, բայց մանգո ունեմ, մի հատ էլ մանգոն դեսերտ որպես։ Ահա և ձեր Անահիտոչկան, այսօր հակակիսաշրջան զգեստը ջինսից և այս վերխը հակա, ճիշտ ասած որոշել էի ավելի կարճ հագնել, բայց քանի որ թևերի մոմենտը մի քիչ տենց յապոնկա ավելի չի սազում սեզոնի, սա եմ հագել, երեխեք այս բլուզի անունը գիտեք ինչ եմ դրել, կորոնավիրուսի բլուզ, վակցինացիայի, պատվաստման, այս մասը սենց ծակ են արի, որ մի անգամից էլ բլուսկեն չանեք, չլպ, դե լավ գնացինք ժողովուրդ ջան։ Դե ինչ սիրելիներս, եկեք այս հրաշալի տեսարանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր, հուսով եմ, որ բլոգը ձեզ դուր եկավ և կտրվեցիք ընկեր Տեր Առօրյայից, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ասում, պակա, պակա։